Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տարեր առաջ, երբ Պլատոնը գրեց իր պետություն ստեղծագործությունը, պետության հիմքում Պլատոնը դրեց հենց 4 արժեքներ, 4 առաքինություններ, որոնց մեջ քաջություններ, հավասարակշռությունը, արդարությունը, ինչպես նաև իմաստությունը։ Իմաստությունը դիտարկելով որպես պետության հիմք, կարևորագույն արժեք, Պլատոնը մեկնաբանում էր դա փիլիսոփայության տեսանկյունից։ Քրիստոնեության մեջ, սակայն, իմաստությունը մեզ համար բարոյագիտական արժեք է, ոչ թե խելքի, կրթության, գիտելիքների մասին է ընդհանրապես, այլ բարոյական ցուցիչ, բարոյականության դրսևորում։ Ինչքանով է այսօր մեր երկրում կարևոր իմաստությունը, որը ծանոթ լինելով կրկին կարող եմ ասել, որ լիուրի կա ամբողջ տեքստի մեջ, բայց ինչքանով է մեր ընդհանրական իմաստությանը խանգարում բարոյական խեղումները, որոնք այսօր կան։ Եկեք ես հավակնությունը չունենալով վերաձևակերպելու Պլատոնին, ասեմ հետևը քրիստոնեական աչքով նայելով բոլորը քրիստոնեական արժեքներ են։ Այսօր մեզ, եթե ուղիղ համեմատականով ասեմ 4 արժեքների մասին խոսելու, այսօր կոնկրետ գործնական, տիրական դաշտում, ոչ վերացական, անշուշտ ոչ մեկն էլ վերացական չի խորքում, բայց անհրաժեշտություն որպես կարիք մեր կյանքում ինչն է, մեր առարկայական հաշտություն, ճշմարտություն, արդարություն եւ բարոյականություն։ Այ իմաստությունը բարձրագույն արժեք լինելով, այո, առանց բարոյականության իմաստություն գոյություն չունի, չկա։ Եվ այսօրվա ամենամեծ խնդիրը մեր կյանքի հենց այդ վարքագծային իմաստով նաև բարոյականությունն է, որից էլ բխում են մնացած բոլորը։ Իմաստության մասին Սուրբ Գիրքը ինչ է ասում։ Հստակ կերպով ասում է իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Տիրոջ երկյուղ չկա, իմաստություն էլ չկա, որովհետև կգործես առանց որևէ այսօրվա տերմինով կարմիր գծերի։ Այն ոչ միայն փիլիսոփայական, այլև այսօրվա մտածողության գաղափարական դաշտում գոյություն ունի արժեքների տեղատվություն, չէ, որ ամեն ինչ կարելի է, ամեն ինչ ընդունել է, ամեն ինչ կարելի է, եւ դեռ նոր կտակարանում կա, ամեն ինչ կարելի է, բայց ամեն ինչ օգտակար է, թե ոչ։ Հիմա եթե բարոյականություն, եթե իմաստությունը որպես Տիրոջ երկյուղից բխած գաղափար մարդը իր վարքագծով այդպես չապրի, իր համար որևէ կարմիր գիծ էս ինձնից է աչքից, ոչ թե մեկնաբան։ Հա։ Մարդը որևէ կարմիր գիծ չի ունենա իր կյանքում եւ ինչի մասին ասես, ինչ ուզենա, կարող է անել ուղղակիորեն։ Առանց չափանիշ։ Այս միկրոֆոնը ինձնից է աչքից։ Շատ բաներ ինձնից այսպես քանդվել։ Կոմոդ աշխատում է։ Ինձ մոտ այո։ Ուրեմն այդ չափանիշը, եթե ոչ հավատացյալի մտքով ասենք իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, բայց ոչ հավատացյալի մտքով ասենք դարձյալ բարոյականության հիմքով, իմաստության սկիզբը խիղճ ունի մարդու, որտեղ գործնում է ամեն ինչ։ Եվ անգլիացի վարչապետներից մեկը ասում էր Գլադստոնը, որ այսօրվա պատերազմը հոգու դաշտումը, հոգու եւ մտքի ոչ մարդի դաշտում, այլ հոգու եւ մտքի դաշտում, պատերազմը, իրական պատերազմը։ Սա նվաճող երկրի վարչապետ, Անգլիայի վարչապետ։ Եվ գալով արժեքներին, իմաստությունը ուղղակիորեն կամ բարոյականությունը, ներողություն, ամեն ինչի հիմքն է, որտեղ կա եւ քաջությունը առաքինությունը մեծ, որի պակաս այսօր մենք ունենք, եւ մնացած բոլոր արդարության մասին, առանց արդարության գոյություն չունի բարոյականություն, ճշմարտության բացական եւ այլն, եւ այսպես շարունակ։ Այսինքն այսօրվա հասարակությունը լայն իմաստով, աշխարհի իմաստով եւ հատկապես Հայաստանի մեր իրականության իմաստով, ես մի առիթով ասել եմ, ոչ թե կարիք ունի քաղաքացիական հասարակության, այլ կարիք ունի դառնալու բարոյական հասարակություն։ Այո, հարկադրում եմ քաղաքացիական հասարակությունը բարոյական հասարակության կամ
բարոյական հասարակությունը քաղաքացիական հասարակություն, որովհետև քաղաքացիական հասարակություն կոչվածը իր բոլոր շերտերով ցույց տվեց իր կեղծ լինելը, բոլոր շերտերով, բոլոր, չկա մի շերտ, որտեղ չի տվել։ Եվ հետևաբար այսօրվա լայն իմաստով թե մարկությունը, թե մենք այստեղ որպես այդ մարկության կարևոր շղթան, օղակը ավելի ճիշտ, կարիքն ունենք բարոյական հասարակության եւ ոչ երբեք քաղաքացիական հասարակություն։ Քաղաքացիական հասարակություն կարող է լինել միայն բարոյական հասարակության մեջ։ Այդ ծիրիցներս եւ ոչ այլ կերպ։ Մենք մեռանք փոխելով, շախմատ ենք խաղում։ Մեկ էս կողմից տեղափոխություն, մեկ մյուս կողմից փոխատեղում։ Եվ հաշտության մասին խոսելիս նույնպես շատ կարևոր է, որ այդ հաշտության հիմքում լինի արդարության գաղափարը, այսինքն այդ բոլոր արժեքներն այնքան փոխկապակցված են միմյանց, որ երևի թե հենց այդ փոխկապակցվածություններ ձևավորում է համակարգը։ Այսօր մենք ապրում ենք գողացված ուրախության օրերում, մի անգամ հենց այդպես եք բնորոշել մեր այսօրվա իրոք պատմության այս շրջանի էությունը գողացված ուրախության օրեր։ Եվ բնականաբար մանավանդ երիտասարդների համար շատ բարդ է այսօր փախվել այս բոլոր մարտահրավերներին ու փորձել հաղթանակած դուրս գալ նրանից։ Դուք տալիս եք մի բանաձև, ինչպես գրքի շապիկն է ցույց տալիս մի բանալի, երբ մենք ինքներս մեզ հաղթելով պետք է փաստացի որ լուծում ունենանք։ Որն է բուն պայքարը, որն է այդ պայքարի անձնական հաղթանակը եւ ինչպես այդ անձնականը դարձնել անանձնական, հասարակական եւ հայոց գալիք հաղթանակ, ելի կներեք երկար հարցի համար։ Թուրմազ, ես պատրաստված չեմ այս բաներին։ Հասկացան գիրք են գրել, բայց այդքան Ուրեմն, ինչպես ասացի, գրքի վերնագիրը իմ խոսքերն են, ինչպես ասացի մեր երիտասարդներն են ընտրել, ինքներս մեզ հաղթելով։ Եթե կարճ ասեմ, սա ինքնաճանաչողության մասին է։ Իրական, առանց խաբեության, առանց ստի, քո կարողությունները իմանալու, ինքդ քեզ, քո պատմությունը, քո կենսագրությունը ճանաչելու մասին է։ Դժբախտաբար, մենք ամբողջությամբ չենք ճանաչում մեզ, ինքներս մեզ, գրքում էլ եմ արձանագրել, ասելով, որ այն պահին, որ մենք հասնում ենք ինքնաճանաչողության գագաթին, հաղթանակներն անխուսափելի են դառնում։ Օրինակները շատ են, եթե ծեծված օրինակ չասեմ, Սարդարապատ վերցրեք, Արցախյան ազատամարտ վերցրեք, երբ հասնում ենք ինքներս մեզ հաղթելով մեր մեղքերը, մեր ստերը, մեր կեղծիքները, ես երևի ուզում ասել երկած ըստելից վսալը բոլորին տեսնից, աշխատեց, ինքներս մեզ հաղթելով, այսինքն ինքնաճանաչողությանը հասնելով, քո կենսագրությունը, քո պատկանելությունը, քո ժառանգությունը, խորքային գնահատել, քո կարողությունը ընդհանրապես, քո դերակատարությունը, եւ այո, ես չեմ զլանում ասելու, եւ այդպես էլ կա վերնագրերից մեկը, քո ընտրված ազգ լինելը, բայց ոչ անպարտավորությամբ ու սնապարտությամբ, այլ պատասխանատվությամբ, ինչպես ես դու ընտրված ազգ, որ քո հայրերը ձևակերպել են, վերջերս շատ արծարծվող հենց Մովսես Խորենացին, ընտրված ազգ լինելու ամբողջ կոնցեպտն է տալիս մեզ, մենք որքանով ենք ծանոթ Խորենացու եւ 5-րդ դարի մեր փաղանգի եւ մինչեւ այսօր քանդվող, անընդհատ քանդվող ինքնութենական շենքը քանդվող, բայց երբեք չոչնչացող, որքանով ենք մենք ինքնաճանաչ, որքանով ենք մենք ինքնագնահատած ինքներ, ոչ սնապարտությամբ, նորից եմ կրկնում, ոչ դատարկ անպարտավորությամբ, խորհրդախոսությամբ, ոչ, այլ խորությամբ ճանաչելու մեր ստերը, մեր կեղծիքները, մեր խաբեությունները, մեր հաղթանակները, մեր քաջությունները, մեր նվաճումները, մեր արդարության տեսիլքն ու ձգտումը։ Եվ այդ նկարագրի մասին է, ինքներս մեզ ամենադժվար բանն է, քիչ առաջ պարոն Գասպարյանն ասում է։ Մարդու առաջին հաղթանակը արձանագրվում է այն ժամանակ, երբ ինքն իրեն է հաղթում։ Երբ ինքը հասկանում է, թե ով է ինքը, ինչ կարողություն ունի, եւ ինչ ամենակարևորը, պատասխանատվությունը կրում
այս աշխարհում իր պետության մեջ, իր հայրենիքում եւ իր դիմացինի հանդեպ։ Պատասխանատվության, բացակայության, ասեցիք սիրո դեֆիցիտ, ես մի ժամանակ ասում եի հույսի դեֆիցիտ, բայց այսօր նաև պատասխանատվության դեֆիցիտի մասին, եւ արձանագրել եմ, գրքի մեջ շատ եմ խոսել դրա մասին, թե ինչպես են իրավունքը հակադրում պատասխանատվությունը, իրավունքը դարձնում կրոն, գերակայություն, ամեն ինչ գործածելու, ամեն ինչ գործադրելու, ամեն ինչի ընդունակ լինելու եւ պատասխանատվությունը զրոյացնելով։ Դա կվերաբերի շրջակա միջավայրին, կվերաբերի միջանձնային հարաբերություններին, կվերաբերի պետության կառավարման կյանքին, ամեն ինչի մեջ, երբ իրավունքը սկսում է գերակայություն ունենալ եւ պատասխանատվությունը չեզոքացնել, ներդաշնակությունը ոչնչանում է կյանքում եւ մարդը ինքնաճանաչողությունից զրկվում է, որովհետեւ պատասխանատվություն չի կրում այլևս ոչ մի բանի հանդեպ։ Եվ այս իմաստով, այո, կարևոր է մեր մեղքերը հաղթելու, առաջին հերթին անձնական եւ հետո նաեւ հավաքական իմաստով կարողանալու ինքնահաղթում ունենալ, ինքնաճանաչողություն ունենալ։ Սրա մասին Շնորհակալություն շատ, առաջարկում եմ, եթե կան հարցեր, ամփոփենք մեր զրույցը հարցերով եւ քննարկմամբ։ Ես իմիջայլոց մինչև հարցերը շատ ուզում եմ արձանագրել, որ գիրքը արդեն նշվեց 3 մասի է, առաջին մասը մեր խմբագիրը կոչել է միտք, մտքի մասին է եւ այո 20 թվականի մեր չվերջացող պատերազմի այսպես ասած հոլովույթով է ծնվել զրույցների տեսքով ավելի երկրորդը հայեցակարգային մոտեցումներ են, թե հոգևոր ընկալումամբ եկեղեցին ոչ հավակնություն ունենալով եկեղեցու պաշտոնական տեսակետ հայտնելու էկոլոգիայի մասին, տնտեսության մասին, կրթության մասին, գիտության, մշակույթի, առողջապահության, իմիջիալուց ես նաև կենսաբարոյագետ եմ, ես էլ ասեմ, որ իմանամ, դա ուրիշ հարց, որ մեր երկրում ցավոք սրտի այդ մասնագիտությունը շատ անհրաժեշտություն ունի, բայց բացակայ է մեծ մասով, ուրեմն առողջապահության մասին, ընտանիքի մոդելի մասին, ամեն ինչ, երկրորդ բաժինը այդ բոլորի հոգևոր տեսությունն, այսինքն պետության ընդհանրապես կառույցը ինչպես է հոգևոր աչքով, եկեղեցու աչքով ընկալված, որպես ամբողջություն։ Եվ երրորդ բաժին այն մարտահրավերներն են, որոնք նետված են քրիստոնեության այսօրվա աշխարհում, որի մասին մենք ամաչում ենք խոսելու։ Իմիջիայլոց շատ եմ խնդրում ժողովուրդ, այս 1 տարի է մենք գրեթե բոլորս միասին ենք քնում ու արթնանում, մի մեծ ընտանիք դարձած, ես մի բան եմ ուզում անընդհատ ասել, որ երբեք չվախենաք, չամաչեք ձեր քրիստոնյան լինելու անձնական հավատքի մասին վկայել։ Երբեք չամաչեք, չվախենաք դրանից։ Ով վախեցա, նա վախկոտ է, բարձ ասած։ Երբեք չվախենաք։ Ով ասում, դեպի հատկապես կառավարիչներին եմ ասում, պետական պաշտոններ զբաղեցնողներ, հասարակական դիրքեր ունեցողներ, դա ձեր անձնական հավատքը չի, դա Աստծու մասին է, եւ իր մասին է մարդկանց մեջ, այդ արդարության մասին է, ճշմարտության մասին է, հաշտության մասին է, քաջության մասին է, բոլոր առաքին իմաստության մասին է, բարոյականության, վարք ունենալու մասին է, քրիստոնյա եթե վարք ունի, եթե ասում է, որ ինքը քրիստոնյա խորապես հավատացյալ, չի փակցնում դա, նշանակում է իր վարքն էլ չի փակցնելու։ Իսկ եթե փակցնում է դա, նշանակում է ինքը իրենով ուզում է այլ վարկագիծ ունենալ, իր դավանանքին անհամապատասխան։ Հետևաբար չփակցնեք երբեք։ Եվ այս բոլոր առումներով այս գրքի կարող եմ ասել, սկզբունքը եղել է մի բան, որ ես 1 տարի շարունակ անընդհատ խոսում եմ, խնդրում եմ սրա մասին չմոռանալ։ Մենք կգնանք, բայց սա թող մնա, որովհետև դա տիեզերական արժեք է, որ մեր տեսիլքը, իղձերը, ձգտումները շատ ավելին են, քան մեր ժամանակավոր կյանքի սահմանափակ օրերը։ Սա տիեզերական է, ոչ ժամանակ է ճանաչում եւ ոչ էլ տարածություն է ճանաչում։ Հետևաբար այդ տեսիլքներն ու իղձերը ոչ միայն փայփայեք,
այլև գնացեք դրանց հետ։